Ինչու խուսափել ալկոհոլի չարաշահումից, երբեմն նաև ընդհանրապես օգտագործումից, երբ մենք ունենք որոշակի կախվածություն կամ հակուն կախվածությունների նկատմամբ, հատկապես եթե խոսքը խաղալու մասին է։ Որտեվ ալկոհոլը, ինչպես թմրանյութերը, ինքը էժան դոպամինի աղբյուր է, եւ այդ կերպ մենք պարզապես ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ որ ժամանակի ընթացքում օգտագործելուց հետո հատկապես ուղեղը ցանկություն անում շարունակելու այդ ճանապարհով գնալ, այսինքն требует продолжения банкета, այսինքն դոպամինի ծավալին սովորում է եւ դրթում է լրացուցիչ գործողությունների վարքային դրսևորումների, որոնք նույնպես էլի կապահովեն դոպամինի այդ մեծ ծավալը։ Եթե ոչ նորից ալկոհոլ, ապա այն ինչը կարող է դա ապահովի։ Եվ այս դեպքում խաղալն է գալիս առաջին պլան։ Բացի դրանից, ալկոհոլը, ինչպես հայտնի է, ինքը նաև ճնշում է պրեֆրոնտալ կորտեքսի, այսինքն գլխուղեղի կեղևի առաջճակատային հատվածի ակտիվությունը, դրանով իսկ սահմանափակելով մեր վերահսկման ու զսպման կարողությունները, որը նույնպես շատ մեծ խնդիր է առաջացնում կախվածությունների պարագայում խաղալու պարագայում։ Դրա համար խորհուրդ է տրվում հիմնականում կամ ընդհանրապես չօգտագործել, կամ շատ պատասխանատու կերպով մոտենալ դրան։